Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Խնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր ուզում եմ առանձին մի հաղորդում ստեղծել տրիպ ճանապարհի մասին կամ Տրամպի ճանապարհի մասին, խոսքը Սյունիքի ճանապարհի մասին է, քանի որ մենք արդեն հյուր ունեցել ենք այս թեմայով, բայց ես հարկ եմ գտել, որ պետք է ուշադիր եւ թարմը պահել այս նորությունը, քանի որ շատ էր ճնշումը ժողովրդի վրա, որ անպայման մանիպուլացնեն եւ վախ այսպես սերմանել հայ ժողովրդի մեջ, քանի որ Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո ես նկատեցի, որ նույն մարդիկ, նույն դեմքերը նորից հայտնվել էին, այսպես ասած, այն կետում եւ սա ասում էին սա դավաճանություն է, չգիտեմ, սա վտանգավոր է, սա միջանցք է, Սյունիքը տվին, ճանապարհը տվին, սախ տվին, մեծ բան չմնաց, սա մի մեծ հայրենա դավաճանություն էր կամ չգիտեմ էլ ոնց անվանեմ, այսպիսի մի խոսակցություն էր եթում։ Ես ուզում եմ միած հիշեցնեմ մենք որտուց ենք գալի եւ ոնց ենք հասել այս կետին։ Իհարկե, եթե մտածենք, որ մենք հաղթած երկիր ենք, ով հաղթել է Արցախյան պատերազմում եւ Արցախը մեր ձեռքերում է, այդ ժամանակաշրջանում իհարկե մենք սենց բան չէինք կարող մտածել, չնայած Ռոբերտ Քոչարյանը լավ էլ մտածում էր այդ ժամանակ, բայց մենք պետք է հեքիաթներով չապրենք, օթերով չթռնենք եւ հասկանանք, որ մենք պարտվել ենք պատերազմը։ Իսկ դուք ինչ եք կարծում, որ Ադրբեջանը Ռուսաստանի սենց ասած թաքուն աջակցությամբ, չնայած այդքան էլ թաքուն չէր, բայց եւ Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, հա, այս պատերազմը գնացին սրանն էլ գումարած, Պակիստանի եւ Սիրիայի վարձկանները, չնայած Պակիստանի կողմից sense պաշտոնական լավելեկի օգնում էին նրա հատուկ ջոկատայինները, եկել էին հատուկ միայն Արցախի համար, հա, սա եք դուք կարծում։ Եթե դուք սա եք կարծում, ցավում եմ, դուք քաղաքականությունից հեռու եք։ Իրականում ծրագիրը շատ ավելի մեծ էր, իրականում ծրագիրը Հայաստանից Սյունիքը պոկել էր, ոչ թե միայն այդ միջանցքային Սյունիքը պոկելն էր եւ Ռուսաստանի կողմից հետաքրքրությունը այն էր, ինչը որ միշտ արել է ինքը մեզ հետ, մեր երկրի հետ, մեր պետականության հետ կամ մեր ժողովրդի հետ, ոնց ուզում եք տենց անվանեք։ Բաժանելով Հայաստանը տարբեր մասերի, ինքը վեկալի իր փայը, ասենց հրեշտակի նման գար որպես փրկիչ, ինքը վեկալի իր փայը Թուրքի ուզածը տար Թուրքին։ Սա է ծրագիրը։ Սա էր ծրագիրը եւ դրա համար ես ժամանակին ասում էի, որ օգոստոսի 8-ի այդ հայտարարությունները կամ համաձայնագիրը ոնց ուզում եք անվանեք, դա վատագույնի մեջի լավագույն ընտրությունն էր, հա, նորից կրկնում եմ հատուկ, ոչ նորմալ ընկալում ունեցող մարդկանց համար, վատագույնի մեջի լավագույն ընտրությունը։ Եվ հիմա իհարկե ես ուզում եմ հարց տալ ձեզի, այն ժամանակ, երբ որ մեր վիճակը վատ էր, ով էր մեր կողքին, երբ որ մենք կորցրեցինք Արցախը, եւ հիշում եք սեպտեմբերյան դեպքերը, երբ որ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք ջերմուկի ուղությամբ եւ այնտեղ սպանում էր հայ զինվորներին եւ անգամ մասնատեց հայ կին զինծառայողի մարմինը, հիշում եք, բարից ուղի իմաստով բռնե մասնատում էին մարդու մարմինը։ Եվ այսպես մի քանի դաժան սպանություններ մեր տարածքի մեջ, մեր շակերտների մեջ ասած դաշնակիցը, բայց իրականում մեր թշնամին հայտարարեց, որ մենք չգիտենք սա ձեր տարածքն է, թե ուրիշի տարածքն է, այնտեղ սահմանազատում չի եղել։ Իսկ Բելարուսը իր երթին ասեց՝ մի բլուրեսկոմ, մի բլուրենկում, ինչ եք դրա համար կռիվ անում։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանը ցանկանում էր արդեն գրավել հենց ջերմուկ քաղաքը։ Ինչու հենց այդ ուղղությամբ ես ուզում եմ հիշեցնեմ, քանի որ Իրանը, եկեք անկեղծ լինենք, այդ պահին ասեց, որ ինքը չի հանդուրժի, որ Հայաստանի եւ Պարսկաստանի միջև սահմանը փոխվի եւ իրանք գնացին այդ քայլին։ Ամեն կերպ ուզում էին խեղճացնել Հայաստանին, որ Հայաստանո հետո վերջում, հա, Հայաստանին լավ խեղճացնեին, որ հետո ռուսները գային եւ կատարային այն պլանը։ Մասնատեին Հայաստանը, բայց չստացվեց։ Ինչու չստացվեց, որտեվ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում կայացած այդ տեղի ունեցած պայմանավորվածությունները ոչ թե գեղեցիկ հայտարարություններ էին, այլ կարմիր գիծ։ Դրանք հստակ ազդակ էին։ Հայաստանի շուրջ ցանկացած քայլ այսուհետ լինելու է Ամերիկայի ուշադրության տակ։ Եվ այո, ես ասում եմ ուղիղ, եթե չլիներ այդ քաղաքական միջամտությունը, այսօր մենք ոչ թե պետք է խոսայինք Տրամպի ճանապարհի մասին, այլ պետք է խոսայինք Սյունիքի կորստի մասին։ Պետք է խոսայինք, թե Սյունիքը
Սյունիքի ժողովուրդը որ անձնագիրն էին կրելու, ռուսական թե ադրբեջանական, այս սրա մասին մենք պետք է խոսենք։ Չնայած սրան այս մանիպուլատորները, որոնք որ ավելի շատ սնվում են ռուսական փողերով, հայկական ազգանունով անբարոյականները կամ ինչպես ես եմ ասում ռուսիկ լվացողները, ամեն կերպ ուզում են ժողովրդին համոզեն, որ սա դավաճանություն էր, եւ որ սա ազգի կորստյան ինչ-որ մի բան էր, ոչ, սա փրկարար ծրագիր էր, որն էլ որ ասма լավին լավ, վատին վատ, եթե չլներ մեր երկրի քաղաքական ուժի կամքը, ճիշտ ուղղություն տանելը, մենք արդեն չունեինք Սյունիք։ Հավատացեք ինձ, սա վատագույնի մեջի լավագույն ընտրությունն էր։ Իհարկե տրիպը սուրբ չէ, տրիպի ճանապարհը իդեալական չէ, եւ ոչ մեկ չի ասում, որ չի կարելի քննադատել այդ ծրագիրը, բայց տրիպը միջանցք չէ այն իմաստով, որով որ ուզում էր Ադրբեջանը, հասկանում եք, որտեղ որ իրանք ուզում էին տիրանալ այդ տարածքին լիովին, այստեղ չկա Հայաստանի տարածքային կորուստ, չկա ինքնիշխանության հրաժարում, չկա տվեք ու գնացեք տրամաբանությունը, կա ճանապարհ, որը գտնվում է Հայաստանի տարածքում եւ Հայաստանի իրավազորության ներքո։ Սրանք ամենակարևոր կետերն են, որոնք որ դուք պետք է ընկալեք։ Այս սրա համար էլ թե ոռնում են Ադրբեջանից, միլ Ադրբեջանի ինչ որ նախկին պաշտոնյա է, ինչ որ ասե, ժամանակին գիտեք ինչ կա, Հայաստանի երկաթ գծերը մերն ա եղե, հետո մենք տվել ենք Ռուսաստանի, նամյոկներ են անում, միլ թե Ռուսաստանում են վախ Սալավյովը հայտարարություն արեց, հետո հայ ազգանունով անբարոյականները հելան ուզեցան պաշտպանեն, հետո հմիել էլի են հայտարարություն Ռուսաստանից արե, բա գիտեք այս ամեն ինչից է գալի, նրանից, որ այս Տրամպի ճանապարհը չտվեց այն ինչը որ իրանք ուզում են, այո, տալիս են ճանապարհ, բայց միայն Հայաստանի ինքնիշխանության եւ Հայաստանի ամբողջականության միջով, այսինքն այնտեղ իրանց ճանապարհ որպես որ իրանք պետքա տիրություն անեն, այդպիսի ճանապարհ գոյություն չունի այն միջանցքը, որ ուզում էր թուրքը եւ ռսեցած թուրքը կամ չգիտեմ սիպտակ թուրքը եւ սև թուրքը ոնց ուզում եք անվանեք, դες բան կա չէ, սիպտակ թուրք, լսել եք մեր պապերը թո իզուր չեն ասե։ Այդ ճանապարհը որ իրանք ուզում էին, չկա, չեն ստացե։ Այս հրա համար էլ շամպես ոռնում են։ Չնայած շունը այնքան լավ կենթանի է, սրանք հերո են շունը լնելու։ Հիմա նաև ես ուզում եմ հարցալ, էլի այն մարդիկ, որոնք որ ասում են, չէ, սա բացարձակ պարտություն է, սա բացարձակ, համի ձեր այլընտրանքը որն արա։ Հələ մի հատ հելեք ասեք ձեր այլընտրանքը որն է, ինչ եք առաջարկում դուք եւ ինչ կարող եք անեք։ Մենակ առաջարկելը քիչ է, քննադատությունը այնքան է շտա։ Ինչ եք առաջարկում, պատերազմ եք առաջարկում, պարտվելու եք։ Նոր պատերազմ, նոր տարածքային կորուստներ լինելու եւ նոր զոհեր ու շատ հնարավոր է նրանք ովքեր բարձրաձայնորեն գորգրում են իրանց հետ ինչպես միշտ են մեջ չէ որ ասում են զենք տվեք մեզ զենք տվեք դες դեն մեջ չէ կարքին տղեկը զոհան են սրանք մի հատ քերձվածնել վրեկները չկար փորները այսքան գլուխները այսքան ես ասել եմ չէ 100 մետր վացնես փորի վրա կընկնեն ոչ մի բան իրանցից չեն ներկայացնում մենակ էշեշ դուստան ոչ մի իմաստ իրանցից չեն ներկայացնում ոչ մեկ ոչ մի բան ուժի լեզվով այս պահին Հայաստանի Հանրապետությունում չի կարող լուծել Սյունիքում քանի որ ռազմական ուժով չես գերազանցում ցավոք սրտի թշնամուն էլ թշնամին մենակ չի թո մեծ գիգանտներ չկան նրա հետևը կանգնած ասա ոչ չկան բա Ռուսաստանը բա այն ձեր սիրած ռուսը այն նրա այն որ ռուսիկը լվում եք դրանց եմ ասում էլի քննադատողներին Թուրքը Պակիստանը քիչ հա ուրեմն թե տեխնոլոգիայի լեզվով ինչի լեզվով ուզում եք խոսացեք այսօր մենք ուժեղի լեզվից չեն կարող խոսանք մենք պետք է լինենք ավելի դիվանագետ եւ ավելի խորամանկ քանի որ առանց խորամանկության չկա դիվանագիտություն մեր միակ ճանապարհը սա է այն հավայի խոսացողներին սիրելի ժողովուրդ մի լսեք դրանք ձեզ տանելու են հերթական բախման, հերթական պարտության, հերթական սպանության, հերթական զոհերի եւ հերթական տարածքային կորուստի։ Նայեք մեր պատմությունը եւ վերջապես սովորեք։ Չեք սովորի, հետո կզղճակ։ Եկեք հասկանանք, որ երբ ԱՄՆ-ն ներկա է, խաղի կանոնները լրիվ փոխվում է, հա։ Սա ոչ թե ինչ-որ ռոմանտիկ խոսքեր են, ոչ թե ինչ-որ հավատարմության մասին խոստովանություն է, այ սա սառը քաղաքական հաշվարկ է։ ԱՄՆ-ի ներկայությունը
զսպող գործոն է Ադրբեջանի համար եւ ոչ պակաս նրանց համար, ովքեր որ աշխատել են մեր մեջքի ետևում կամ ինչպես ասում են կուլիսներում խաղեր են տվել, հա, եւ ԱՄՆ-ի ներկայությունը մեծ, շատ մեծ, այսպես կոչված պաշտպանական եւ անձեռնամխելիության գործոն է Սյունիքի համար։ Երևի ԱՄՆ-ի ներկայությամբ Սյունիքը կդառնա ավելի անվտանգ, քան թե Հայաստանի ցանկացած մի ուրիշ վայր։ Ամբողջացնելով այս ամենը կարելի է ասել, որ Տրամպի ճանապարհը կարելի է իհարկե քննարկել, կարելի է պահանջել թափանցիկություն, կարելի է պաշտպանել Հայաստանի շահերը, ավելի շահեկան դիրքեր բերել Հայաստանի շահերը, հա, բայց ասել որ սա դավաճանություն է, մոռանալով թե ինչից եկանք հասանք սրան, հա, որ կարգավիճակից եկանք հասանք այս վատագույնի լավագույն լուծմանը, սա մինիմում անարդար է եւ անբարոյականություն։ Այսօր աշխարհը ցույց է տալիս, որ այո, ուժն է ծնում իրավունքը։ Ցավոք սրտի, չնայած ես միշտ ասել եմ, միշտ դա տենց եղել։ Պրոստը միջև այս պահը ոնց որ ասած են զսպված էր այդ ուժի տեսակետը, հա, այն որ ասում շատ ցույց չէին տալի, ասես փորձում էին ինչ-որ միջազգային օրենքներ, չկա ոչ մի օրենք, կա ուժ, եւ եթե այդ ուժը քո կողմն է, քո համար լավ է լինելու, եթե քո կողմը չի, ոչ մի ինչ-որ օրենք չկա, որ քեզի պաշտպանելու է։ Չկա այդպիսի միջազգային օրենք, որը որ գործի, եթե լիներ Ուկրաինայի դեպքում կգործեր։ Մի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը միայն կարող է պահել ու պահպանել իհարկե Ուկրաինայի զինված ուժերը։ Իմի որ ասում եք օգնություն ա գալի բան, դա լրիվ ուրիշ բան է, դա այդ միջազգային օրենքի մեջ չի մտնում։ Միջազգային օրենքով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պաշտպանվեր։ Պաշտպանվելա չէ։ Շուտվանից իր հողերը Ռուսաստանը շուտվանից վերցրել էր։ Հետո թե Ռուսաստանը ինչ կասի, թե ժամանակին էսեր նվեր տվե, թե ես եմ նվեր տվե, թե իմն ա եղել, քոնն ա եղել կամ ուրիշն ա եղել, կապ չունի։ Կար երկիր ճանաչված, որի որ տարածքային ամբողջականությունը եւ միջազգային օրենքները ոտնահարվել են։ Կա այո կա, օրենքը գործում է, չի գործում, վերջ, այսքան բան, եւ մի հատ էլ մի բան ասեմ, էլի այդ բանը, այն որ ասում են, այս երկրի ետնես դուրս չգա, մեզ այս երկրի իշխանություններ են պաշտպանում, բայց լավին լավ, վատին վատ, ես միշտ եմ ասում, եւ իմ համար կա մի ճշմարտություն, եւ այդ ճշմարտությունը պետք է բարձրաձայնվի, լինի սա այս իշխանության կողմից այս թեմայի շուրջ լինի մույս, Նիկոլն եկավ բանակը քանդեց, այս դրա համար Ղարաբաղը գնաց, ուրեմն լսեք, Եթե գիտեք ինչի է նման, երբ որ մարդ, չգիտեմ, 30 տարի խմում է լիարդը վարիա գնաց է, ու ասում է, այ որ այն վերջի երկու բաժակը չխմեի, լիարդս վարի չեր գնա։ Այսինքն ինքը մոռանում է, որ 30 տարի դու, չգիտեմ, թուն դարաղ էիր խմում, ու վաղ թե ուշ էդի լինելու էր, հա, այ մեղքը գցում ես այդ վերջի երկու բաժակի վրա։ Բայց 30 տարվա խմածդ հասկանում եք, մի էսի այդ վիճակն է, ինչ որ մի մարդիկ որոշել են, որ այս վերջի երկու բաժակն է մեղավոր, հա, եւ այն սաղ տարիների խմածը հեչ, այդ երկու բաժակը մեջ ու հենց այդ երկու բաժակի վրա էլ ուզում են գցեն, բա այս լիարդը վարի գնաց, որտեվ այդ երկու բաժակը խմեր։ Ով խմավ, Նիկոլը խմավ, Նիկոլը բերեց այդ երկու բաժակը։ Այն մնացածը չեն հիշում։ Սա իրականություն է եւ այս իրականությունից փախնողը կամ միտումնա, որ ուրիշի համար աշխատող է, կամ մանիպուլացված է հենց այդ ուրիշի համար աշխատած, այսինքն այդ ուրիշի համարը մեր թշնամիներն են, հա, հենց ուժը, կամ մանիպուլացվել է իրենց հաջողել է մանիպուլացնել այդ մարդու միտքը եւ բերել են այդ եզրակացությամբ, կամ չգիտեմ, կատարյալ ապուշ պետք է լինի, էլի, որտեվ ուրիշ ձև չգիտեմ, էլի ոնց կարելի է բնութագրել, քաղաքականությունից չհասկացող մարդ։ Այո, այս իշխանությունները շատ թերություններ ունեն, որը որ ես անձամբ բարձրաձայնել եմ շատ անգամներ եւ իմ հետևորդները տեսել են, եթե նոր ես իմ ալիքում, իմ հետևորդները տեսել են, լսել են, եթե նոր ես մտի մատ վիդեոներս ուսումնասիրի, որ հանկարծ ապուշ բաներ չգրես, իմ կողմից էլ չբլոկվես, հա։ Իրականությունը սա է։ Հայամետ եղեք, դուք հայ շահերը պաշտպանեք, իրականությունը տեսեք, մի հատ վերլուծեք, դուք առաջի հերթին պետքա ունենաք ձեր սեփական խելքը, հետո նոր լսեք, թե չգիտեմ, մի հատ ինչ-որ ռուսիկ լվացող ամեն օր ինչա կաթցնում ձեր ուղեղի մեջ եւ ինչա ուզում դրանով անի։ Հասկանում եք։
ցանկանում են կործանել Հայաստանի Հանրապետությունը, ինչը որ արել են ու անելու են, ու ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այ վերջի հայտարարությունները լսելուց մանավանդ ռուսական կողմից պարզ է դառնում, այ ողջ այդ նախկին սովետական ռեսպուբլիկանները իրանք ցանկություն ունեն քանդել եւ նորից կոլոնիզացնել, այսպես կարելի է անվանել։ Ես վերջում իհարկե ուզում եմ ասեմ, որ շատ ուրախ եմ, որ Վենեսուելայի ժողովուրդն էլ զարթնավ, արդեն հասկացավ, որ Ռուսաստանը դավաճանական երկիր է, անգամ իրանց է գտել, չնայած իրանք շատ գիտեք ոնց էին ատոմ երկրի իշխանությանը, իրանք շատ են ուրախացել, բայց այդ ամենից հետո իհարկե սկսան իրականության աչքերի մեջ նայել եւ արդեն երկեր են բաց թողել, որը որ ես իհարկե չեմ կարող այստեղ դնել, քանի որ որ ասում հեղինակի թույլատվությունը չունեմ YouTube-ը ին վրա են որ ասма շտրաֆներ կդնի, բայց YouTube-ում էլ կարակ մանգակ, Facebook-ում էլ, Instagram-ում էլ մարդիկ դες պստիկ շորտերի նման ռոլիկներ են նկարում, արդեն գցում այնտեղ եւ ամեն օր ստեն որ ասма տրենդ է դառը, սաղետ են նայում միլիոնավոր դիտումներով, հազարավոր դիտումներով, որտեղ որ ասма Los comunistas donde están, այսինքն որտեղ են այդ կոմունիստները, այդ ռուսները, մենակ ռուսներին չեն կապնում, չինացիքին էլ են կապնում, իհարկե, որտեղ եք այ կոմունիստներ, այ ռուսներ, դե գայք տենայինք ինչ էիք անելու, հա, թռած ֆրֆռմեք եւ այլն։ Կարող եք երկը գտնել, նայեք թե Վենեսուելայի ժողովուրդը ոնց է ղժում այսօրվա Ռուսաստանի վրա եւ սա իհարկե ուրախանալի է ոչ թե որ ինչ որ ղժում են մեկի վրա, հա, հանկարծ վատ տպավորություն չթողի, այ ուրախանալի է որ ժողովուրդը հասկանում է թե ինչ տեսակի դավաճան է ռուսական պետությունը եւ այս ողջ ցավը, իրական ցավը, որ իրանք ապրում էին միջև հիմա, չնայած նենց չի որ հիմա ձերբածատվել են լիովին, քանի որ գործ են որ ասма Տրամպը կիսատա թողել հələ որ կարողա մի օր այդ հարցը լուծի, դա ես չգիտեմ ինքը ինչ պլաններ ունի, բայց այս բոլոր ցավը հենց գալիս է հենց Ռուսաստանից, որտեվ ինքը այնտեղ որտեղ որ դնում է իր այդ բանը մարիոնետկեն կամ ոնց են ասում, հա, տենց էլ հենց ասում են, հենց իր մարդիկ դնում են այնտեղ պետք է ժողովուրդը տանջվի, պետք է կեղեքեն, մի հատ դիկտատուրա լինի, մի հատ կեղտոտություն պետք է լինի, սա է ծրագիրը եւ վերջում էլ երկիրը քանդվի։ Վենեսուելան ձեզ օրինակ, Կուբան ձեզ օրինակ եւ այլն։ Կուբայում էլ է շատ վատ լինելու, մարդիկ ընդե ոչ թե վատ լինելու, ընդե ինքան վատ է, մարդիկ սովից են մահանում, ձեր վրա ուրա տես խաբար է դի, ճշտովեք իմացեք կտեսնեք թե ինչ վատ է։ Իշնորիվ ինչ Ռուսաստանի, որը որ Հայաստանի Հանրապետության թշնամին է, թուրքերի հետ միասին իհարկե, բայց մեր ժողովուրդը պետք է լավ իմանա հայ ազգանունով, ինչ դա նժդենել է ասը, չէ, նա ասում է հայ վատը ավելի վատնա, չէ, այդ հայ ազգանունով թուրքերը, դրանք թուրքը ավելի վատն են, որ ասում է թուրքը գիտես թուրք է, գիտես, ուղիղ նայում ես, գիտես ինքը թուրք է, գիտես քո թշնամին է, այս դրանք որ գալիս են որպես քո հայրենակից, քո թշնամու շահերն են պաշտպանում, քո պետականությունն են ուզում քանդեն, այս անբարոյականները, ռուսիկ լվացողները։ Այսօր այսքանը ստեսություն, հաջողություն, մոտ է սրանց ավարտը, հարգելի բարեկամներ, մոտ է։